Երեկվանից հրապարակվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչվող փաստաթղթերը եւ Հայաստանում որոշակի քաղաքական ակտիվություն է նկատում ներքաղաքական վեճեր։ Շատ թույլ։ Թույլ։ Թե կունենա ամեն դեպքում ազդեցություն կոնյունկտուրայի վրա։ Կունենա։ Կունենա, որովհետեւ երկու հարթության մեջ եմ ես այս հարցին նայում։ Մի հարթությունը դա այն է, որ բունեությանն է վերաբերվում խաղաղ կարգավորման։ Մյուս հարթությունը Հայաստանում ներքին քաղաքական իրավիճակին եւ հարց ինչի համար սա հրապարակվեց երևի նպատակը այսինքն նպատակը եւ որոշակի ուղղվածություն, որը անշուշտ կապված է ներքին քաղաքական խնդիրների հետ։ Արտաքին հասցեատեր չունի։ Մենք չգիտենք, բայց դա մոտակա օրերին կերևա արտաքին ուժերը, այսպես ասած, ինչպես կարձագանքեն այս քայլին, բայց բունեությանը եթե անդրադառնալ նվեր Նիկոլ Փաշինյանը մեզ համոզում էր, որ ԵԱՀԿ Հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացը Մինսկի խմբի համանախագահները զբաղված էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմում թողնելու գործով։ Մի քանի անգամ իր ելույթներում նա այդպիսի պնդում արեց։ Հրապարակված փաստաթղթերից Դե ոչ միայն ինքը փաստաթղթերն են այդ ուղղությամբ։ Փաստաթղթերը նրա մասին են, որ ոչ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, որոնք որ այնտեղ ներկայացված են, մադրիդյան սկզբունքները 16-19 թվականի առաջարկությունների փաթեթը հակառակի մասին են խոսում։ Այսինքն իրականությանը չի համապատասխանում։ Հակառակի մասին գնում էր Արցախի ինքնորոշման ճանաչման ճանապարհ։ Իհարկե հստակ նշված է այդ ավելի պարզագույն միտք եք ասեմ, որովհետև ես չեմ կարծում, որ դա համարձակ միտք է, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է կարդալ այդ ինչը հրապարակված է եւ այնտեղ սև սպիտակի վրա գրված է նպատակները խաղակարգավորման։ Բա մինչև Նիկոլ Փաշինյանի հայտնվելը ինչու դա չէր իրականացվում, եթե 30 տարի գալիս էինք այդ ճանապարհով։ Հիմա դա էլ հասկանալի է եւ հեշտ է ավելի մեկնաբանել։ Բանն այն է, որ ես 16 թվականի առաջարկը տեսել էի, դեռևս 20 թվականին Սամվել Բաբայանի ապրիլյանից հետո առաջարկը։ Այո, Սամվել Բաբայանի հրավերով Արցախում նա պես հրապարակային բոլոր գործիչներին հրավիրեց ծանոթանալու իր մոտ արկա այդ փաստաթղթերի հետ Հայաստանից արձագանքեցի միայն ես Համայակ Հովհաննիսյան Հայաստանի քաղաքագետների ասոցիացիայի նախագահի հետ մենք միասին այցելեցինք Արցախ եւ այնտեղ այդ փաստաթղթերի հետ ծանոթացանք։ Տարիներ շարունակ ես անընդհատ հակադարձում էի Նիկոլ Փաշինյանի հրապարակային պնդումներին, որ այդ գլխավոր պնդմանը որ խաղաղ կարգավորման նպատակներ Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, որովհետև այդ փաստաթղթերի մեջ շատ հստակ շարադրված են նպատակները։ Նրանց համար ովքեր որ չեն կարդացել, ես խորհուրդ եմ տալիս ինքնուրույն կարդալ, իսկ ով որ ժամանակ չունի կամ ենթադրենք մտածում է, որ այդ միջազգային հարաբերությունները շատ բարդ թեմա է եւ այնտեղ որևէ մեկի կարծիքի, այսպես ասած, վրա ուզում է հենվել, շատ պարզ գրված է 3 նպատակ խաղաղ կարգավորման։ Առաջինը վերադարձնել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի կողք գտնվող հարակից շրջաններ։ 5+2 գնում ենք այդ։ Այո։ Երկրորդ նպատակը Արցախի կարգավիճակը որոշել հանրաքվեով։ Երրորդ նպատակը հանրաքվեն որտեղ Արցախում Լեռնային Ղարաբաղի նախկին չկա այդպեսի տող, որ Արցախում պետք է։ Հենց այդպես է ուղիղ գրված։ Արցախում այո, հենց հանրաքվե չկա այդպեսի։ Հանրաքվե գրված է։ Գրված է, բայց անցկացնել Արցախում գրված է անցկացնել Արցախում։ Շատ պարզ գրված է։ Եվ երրորդը կարգավորել բոլոր հարաբերությունները, առևտրային, տնտեսական, կապերը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս 3 նպատակների համար էր արվում այդ ամբողջ գործընթացը եւ այդ նպատակները Մինսկի խումբը հավաքական առաջարկում էր կողմերին
ավելի հստակեցնելու Այդ համար։ դեպքում ինչու է ռուսները առանձնացան Լավրովի պլանով, Ինչու այստեղ դուք բռնեցիք, որ հետագայում Ռուսաստանը առանձնացավ։ Սա այլ երկրորդ հարցն է մեջտեղ բերում։ Ուսումնասիրելով այդ փաստաթղթերը, յուրաքանչյուրը կարող է գալ հստակ համոզման, որ Լեռնային Ղարաբաղի հարցում նշաձողը իջացնելու պահանջ Հայաստանին կամ առաջարկ չէր կարող անել ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ-ն։ արել է Ռուսաստանը։ Ելնելով նրանից, ինչ էին իրենք համատեղ առաջարկում այդ հրապարակված փաստաթղթերում, որտեղ որ իրենք շատ հստակ ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ իրենք շատ հստակ անջատում են որ տարածքները կարող են անցնել Ադրբեջանի ինքնիշխանության տակ, այսինքն դրա շուրջ վեճ չկա, իսկ որ տարածքները չեն կարող, որտեղ բնակչությունը ինքը պիտի որոշի իր կարգավիճակը, այսինքն ամբողջ միջազգային կարգավորման գործընթացի հիմքը եղել է այն, որ չի ճանաչվել Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքում։ Ինչու է ծնվել Մեղրիի փոխանակմանը։ Այստեղ եւս սա մենք եկեք թողնենք այդ երկրորդ դասը մեր ներքին քաղաքական քննարկմանը, որովհետեւ այն ինչ որ հրապարակվել է արժանի գնահատման։ Ես ուզում եմ ասեմ, որ երկու ֆունդամենտալ թեզ, որը որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանը ներկայացնում էր, այսքան երկարատև ժամանակվա ընթացքում այս հրապարակումով տապալվում են։ Ըստ էության նա իրականությանը չհամապատասխանող գնահատական էր տալիս, զրպարտում էր միջազգային խաղաղ գործընթացը, պնդելով, որ այն անարդար օրենքին հակասող ինչ որ նպատակներ էր հետապնդում հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի նկատմամբ։ Դուք համարում եք, որ Մինսկի խումբը արդյունավետ էր աշխատում։ Մինսկի խումբը ելնելով միջազգային իրավունքի նորմերից, ելնելով տեղում իրավիճակից, կոնֆլիկտի կոնկրետ պատմական, այսպես ասած, դրսևորումներից, եկավ իր աշխատանքի արդյունքում այն բանաձևին, որը հստակ ենթադրում էր, որ չի կարող որևէ ձևով Ադրբեջանի ինքնիշխանությունը, պետական ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ տեղի ունենալ, կատարվել առանց բնակչության համաձայնության։ Հանրաքվեի դրույթը դրա մասին է։ Բայց Մինսկի խմբին մյուս կողմից չէր հետաքրքրում, որ տարիներ շարունակ Ադրբեջանը զինվում էր։ Մեկի մտքով չէր հետաքրքրում էր եւ Ադրբեջանի այսպիսի խաղաղ կարգավորման գործընթացը Ադրբեջանի ձեռները կապում էր։ Երբ որ սեղանին դրված է առաջարկ, որը որ ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին հարակից շրջանների նկատմամբ եւ ինքը Ադրբեջանը չի համաձայնվում այդ առաջարկներին, բացառում է Ադրբեջանի համար քաղաքական կամ իրավական հիմք պատերազմ սկսելու համար։ Այսինքն դիվանագիտական առումով խաղաղ կարգավորման գործընթացի այդպիսի ընթացքը բացառում էր Ադրբեջանի համար հնարավորություն, քաղաքական հնարավորություն սանձազերծել պատերազմ։ Պատերազմում Ադրբեջանը պատրաստում էր պատերազմ։ Այո, բայց այդ պատրաստությունները ոչ մի արդյունք չէին տա, եթե Հայաստանում ի հայտ չգար գործիչ, որը ինքը մերժեր այդ առաջարկը։ Պատերազմի որ առաջարկ 19 թվականի առաջարկ։ Ցանկացած առաջարկ Մինսկի խմբի Հայաստանի կողմից մերժելը բացում էր ճանապարհ Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային մերժել է Մինսկի խմբի 19 թվականի առաջարկը։ Դրա մասին ինքը հրապարակային Մյունխենում ասել է, որ 0-ից առաջարկում է սկսել գործընթացը, առաջարկել է իր սկզբունքները։ Այդ առաջարկը Սերժ Սարգսյանի հետ բանակցած առաջարկն է։ Դե դա դետալներ են բանակցած, չէ, մենք հրապարակվածից այդ պատմությունը առաջացել է 16 թվականից հետո, հələ 19 թվականը վերնագրված առաջարկ։ Դրա համար ես չեմ կարող պնդել, մենք կարող ենք միայն ենթադրել, դա այդ մասը բանակցված էր Սերժ Սարգսյանի հետ, թե չէր բանակցված, բայց եթե ընդհանրացան նայենք 16 թվականի առաջարկը 19 թվականի առաջարկներից շատ չի տարբերվում։ Այսինքն կարելի է ասել, որ
Երրորդ կարևոր հանգամանքը, որը որ ըստ էության հայտ է գալիս, դա այն է, որ Հայաստանի վարչապետի կողմից որոշումը մերժել 19 թվականի Մինսկի խմբի առաջարկը դա բացեց ճանապարհ Ադրբեջանին ուժ գործադրելու։ Քանի դեռ նորից եմ ուզում որ բոլորն բռնեն այդ սեղանին դրված է առաջարկ, որին Հայաստանը համաձայն է վերադարձնել, որպեսզի Արցախը վերադարձնի հարակից Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքները։ Ադրբեջանը չէր կարող պատերազմել։ Ես հետևում եմ ձեր տրամաբանությանը, բայց իմ մոտ հարց է առաջանում։ Դա ձեր նկարագրածը տեղի ունեցավ եւ Ալիևը զենքը հանեց կողքից եւ դրեց կիրառման մեջ, չէ՞։ Այո, այն բանից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժեց։ Բայց այդ զենքը գալիս էր, չէ՞։ Այո, այդ զենքը գալիս էր ուղիղ նպատակին ծառայելու համար։ Մի կողմից գալիս էր զենքը, իսկ մյուս կողմից Հայաստանում գնում էր քաղաքական գործընթաց, որի արդյունքում ի հայտ եկավ հենց այն քաղաքական գործիչը, որը որ թույլ տվեց իր գործողություններով, որպեսզի այդ զենքը իջնի հայ ժողովրդի գլխին։ Որովհետև միայն զենքով չի, նաև քաղաքական քայլերը պետք է գան եւ հասնեն մի այնպիսի 18 թվականի իրադարձությունները տեղի չէին ունենում, մնում էր նախկին իշխանությունը իշխանության ղեկին, տեղի չէր ունենա այդպեսի։ Դա էլ մենք եթեների դաշտ կմտնենք։ Ցանկացած ղեկավար Հայաստանի, որը որ մերժեր Մինսկի խմբի առաջարկները, ըստ էության դրանով ճանապարհ էր բացում պատերազմին։ Դրա համար Հայաստանի Հանրապետության նախորդ որևէ ղեկավար այդպիսի քայլի չի գնացել։ Եղել է դեպք, երբ որ Հայաստանի նախագահան հրաժարական է տվել։ Բայց չի գնացել առաջարկները մերժելու ճանապարհով։ Ադրբեջանը բազմաթիվ անգամ մերժել է առաջարկները։ Ադրբեջանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա ստատուս կվոյի պահպանումն էր։ Հայաստանի համար Մինսկի խմբի առաջարկների մերժելու հետևանքը դա պատերազմ է։